Նախընտրական քարոզարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Եթե փորձենք մի կողմ թողել էմոցիաները ու աղմուկը նախընտրական քարոզարշավի շուրջ ստեղծված ու նայենք զուտ քաղաքական գիտության ու սոցիալական հոգեբանության տեսանկյունից, մենք ունենք հետևյալ պատկերը։ Վերջին տարիներին Հայաստանում իշխող կուսակցությունը իր առաջնորդի, այսպես ասած, գլխավորությամբ քարոզարշավի ամբողջ ընթացքում լավագույնս փորձեցին կյանքի կոչել վերջին ավելի քան 30 տարում մեր թշնամի հանդիսացող Ադրբեջանի միտքն ու գաղափարը։ Նրանք այս ամբողջ ընթացքում խտացված հայ հասարակությանը ներկայացրին արևմտյան Ադրբեջանի ծրագիրը, դա լավագույնս կյանքի կոչելով։ Ուրեմն իշխող կուսակցության վարչապետի թեկնածուն, ազգային ժողովի նախագահը, արտաքին գործերի նախարարը և պաշտպանության նախարարը 4 հիմնական բարձրագույն պաշտոն զբաղեցնող մարդիկ այս ամբողջ ընթացքում խտացված ու հանրամատչելի Հայաստանի Հանրապետության բնակչությանը ներկայացրին արևմտյան Ադրբեջանի իրականությունը, այն ինչի մասին խոսում է Ադրբեջանի նախագահը, սրանք Հայաստանում դա լավագույնս կյանքի են կոչում։ Տեսեք, եթե մենք թողնում ենք մի կողմ սրա շուրջ ստեղծված աղմուկը, մենք ունենում ենք հետևյալ պատկերը։ Ադրբեջանը ավելի քան 30 տարի ամբողջ աշխարհին ներկայանում է որպես խաղաղասեր, որպես ստեղծարար ազգ, որը որպես այդպիսին երևի թե դժվար թե գտնվի մի գրագետ պատմություն իմացող մարդ, որ չհասկանա, թե Ադրբեջան որպես պետություն երբ է ստեղծվել, իսկ ադրբեջանցի որպես ազգ նման բան առհասարակ գոյություն չունի երկրի երեսին, բայց նրանք քրտնաջան աշխատել են, ներկայացել են համայն մարդկությանը որպես հինավուրց ազգ, որպես պետություն ու Հայաստանի Հանրապետությանը հայ ազգին համայն աշխարհին ներկայացրել են որպես քոչվոր, որպես այդպիսին գոյություն չունեցող ինչ-որ խառնածին ամբոխի։ Նրանք կարողացել են ամբողջ աշխարհին ապացուցել, որ Հայաստան որպես այդպիսին պետություն չի եղել, որ հայ ժողովուրդը ԽՍՀՄ փլուզումից հետո պատերազմ է հրահարել ու գրավել Ադրբեջանի տարածքը, մեր հայկական Արցախը, որը որ հազարամյակներով եղել է հայկական, որտեղ որ հազարամյակներով ապրել ու արարել են հայերը, Ադրբեջանը դա կարողացան ամբողջ աշխարհին ներկայացնել որպես ադրբեջանական տարածք ու ցույց տալ ամբողջ աշխարհին, որ հայերը եղել են թշնամի ադրբեջանցիներին, հրահարել են պատերազմ, առաջին Արցախյան պատերազմով պայմանավորված, դրանք համարել են օկուպացված տարածքներ ու տարել են քրտնաջան աշխատանք այդ ամենի շուրջ միֆը ստեղծելու։ Միևնույն ժամանակ նրանք պարապ չեն նստել, բացի այդ հարթության վրա իրենց արած աշխատանքին, նրանք Հայաստանում փնտրել ու գտել են մի քանի հոգի, որոնց միջոցով, որոնց աճացնելով, սենց ասած, ջերմոցային պայմաններում պահել են Հայաստանում ու 18 թվականի հայտնի իրադարձության ժամանակ նրանց բերել են իշխանության։ Նրանց իշխանության բերելուց հետո
արդեն ունենալով Հայաստանի Հանրապետությունում անձնական օգտագործման իրեր, որոնք զբաղեցրել են պաշտոններ, նրանք իրենց ծրագիրը Հայաստանի ներսում հայ ժողովրդին 24 ժամ անընդմեջ փորձել են հրամցնել։ Նրանք պաշտպանել են Ադրբեջանի ու Թուրքիայի իրավունքները ավելի, քան կարող էր անել տվյալ երկու պետությունները, մեզ հայտնի թշնամի պետությունները։ Հիմա վերջին արդեն այս քարոզարշավով պայմանավորված նշված մարդիկ, ովքեր որ զբաղեցնում են վարչապետի պաշտոնը, պաշտպանության նախարարի պաշտոնը, արտաքին գործերի նախարարի պաշտոնը, ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնները վերջին շրջանում քարոզարշավի ընթացքում ամեն մեկը իր հերթին փորձեց ուրվագծել ու կյանքի կոչել արևմտյան Ադրբեջան որպես այդպիսին այդ գաղափարը այս ամբողջ ընթացքում սրանք լավագույնս ազգային ժողովի նախագահի շուրթերից ամեն օր հնչում է հետևյալ խոսքերը հայկական գյուղերի ու քաղաքների տեղանունները ադրբեջանական անուններով փոխարինելը ու հնչեցնելը։ Ազգային ժողովի նախագահը լրագրողներին ասում է, որ Արցախը, հայկական Արցախը մի անվանեք Արցախ, որովհետև դա ադրբեջանական տարածք է, որի անունը Ղարաբաղ է։ Չի կարելի ադրբեջանական տարածքը անվանել հայկական տեղանունով ու այսպես շարունակ։ Ազգային ժողովի նախագահը լայն հանրությանը ներկայանում է ու ասում է, որ ժամանակին ես մոլորված էի ու այդ ժամանակը կոնկրետ այն ժամանակն է, երբ որ ինքը եղել է արդեն հասուն տղամարդ, զբաղեցրել է բարձրագույն պաշտոն, ասել է, որ Արցախը դա մեր հայրենիքն է, իսկ Արցախը վերջնականապես Ադրբեջանին նվեր անելուց ու ամբողջ մի սերունդ եռաբլուրում պարկացնելուց, ամբողջ մի սերունդ հազարավոր անհետ կորածներ, էլ չեմ խոսում վիրավորների, հաշմանդամների մասին եւ այլն, այդքանից հետո նա առանց կարմրելու, առանց աչքը մի վայրկյան թարթելու, նա ասում է, որ դե այն ժամանակ ես մոլորված եմ եղել։ Ստեղ երկու բան կա, երրորդ տարբերակը չկա։ Ազգային ժողովի նախագահը կամ ակնհայտ ստախոսը կամ հիմար է, որովհետև եթե դու հասուն տղամարդ ես ու 2 տարի առաջ, 3 տարի առաջ ասում ես, զբաղեցնելով արդեն բարձրագույն պաշտոն, որ Արցախը դա մեր հայրենիքն է, ու անցնում է որոշ ժամանակ ու ասում ես ես մոլորված եմ եղել, ուրեմն դու իրավունք չունես, դու մանկամիտ ես, ուրեմն դու իրավունք չունես առայժմ ոչ թե բարձրագույն պաշտոն, այլ, չգիտեմ, ինչ-որ կոլխոզի նախագահի պաշտոն զբաղեցնելու քո տեղը միայն մսուր մանկապարտեզում է։ Այն մսուր մանկապարտեզում կարելի է նման բան ասել, հետո մոլորված լինել, հետո նորից փոփոխվել, բայց բարձրագույն պաշտոն զբաղեցնող հասուն տղամարդը իրավունք չունի լինել մոլորված։ Ստեղ արդեն գալիս է երկրորդ տարբերակը, որ ակնհայտ հասուն տղամարդը օրը ցերեկով զբաղեցնելով բարձրագույն պաշտոն ստում է, սուտ ինֆորմացիա է տարածում, նա ստում է, փայլուն գիտակցելով, որ ինքը ունի միայն գործառույթ, մի ֆունկցիա, նա պետք է ամեն գնով Հայաստանի Հանրապետության հայ արժանապատիվ հայերին փորձի հրամցնի հետևյալը, որ համակերպվեք այն մտքի հետ, որ չկա Արցախ, դա արդեն իրականություն է, այդ թվում, որ շուտով մոտ ապագայում
չի լինի նաև Հայաստանի Հանրապետություն։ Այդ թեզը լավագույնս նաև առաջ է տանում Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին շպրտված իրը։ Նա ասում է, որ պատմականորեն այս տարածքի վրա չեն ապրել բացառապես հայեր։ Դա ակնհայտ սուտ է, որովհետև այս տարածքի վրա միշտ ապրել են բացառապես հայեր։ Մեր պետությունը եղել է մոնոէթնիկ պետություն, դա ունիկալ երևույթ է, առհասարակ ամբողջ աշխարհում դա ունիկալ երևույթ է, ու դա այդպես է եղել։ Հայաստանի տարածքում, Արցախում ապրել են հազարամյակներով բացառապես մեծաթիվ հայեր։ Իհարկե, մեզ հետ, մեր կողքին նաև ապրել են ազգային փոքրամասնությունների մեր եղբայրական քրդերը, ասորիները եւ այլներ, բայց մեծ թիվ միշտ կազմել են հայերը։ Իսկ այսօր մեզ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոն զբաղեցնող մարդիկ մեզ ասում են, որ դա այդպես չէ։ Իսկ դա ասել է այդ թվում Ադրբեջանի նախագահը։ Ստեղ ակնհայտ զուգահեռ կա, ընդ որում այդ զուգահեռները կպնում են ու դառնում է մի գիծ, որ մենք ունենք մի իրականություն, որ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությունում ունի դրածո իշխանություն, բայց քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարում ու համաձայն սահմանադրության, թե Ադրբեջանի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ մենք համարվում ենք դեմոկրատական առանցին սուվերեն տարածքով միավորներ, դրա համար ընդամենը նրանք կարողացել են ստեղ ներդնել իրենց դրածոներին ու առանց որևէ կոպեկ ծախսելու, ոչ մի կոպեկ Ադրբեջանի բյուջեից փող չի ծախսվում, փողը ծախսվում է, նրանք աշխատավարձ են ստանում Հայաստանի Հանրապետությունում ապրող, աշխատող հարկատուների հաշվին, միլիոնանոց, միլիարդանոց աշխատավարձներ են ստանում, որ կյանքի կոչեն Արևմտյան Ադրբեջանը։ Այս քարոզարշավ էր ոչ թե Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող տարբեր քաղաքական ուժերի միջև, այլ Արևմտյան Ադրբեջանի ու արժանապատիվ հայերի միջև։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է, ուրեմն այն քաղաքական ուժերը վարչապետի ասած պատերազմի եռագլուխ կուսակցությունները Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Հայաստան դաշինքը, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ուժեղ Հայաստան դաշինքը, Ծառուկյանի գլխավորությամբ կուսակցությունը, որոնց որ ինքը անվանում է պատերազմի եռագլուխ կուսակցություններ, այս բոլոր 3 առաջնորդները միջազգային հետապնդում է հայտարարել նրանց նկատմամբ Ադրբեջանի Հանրապետությունը։ Ադրբեջանի նախագահը օր ու գիշեր այս մարդկանց Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին համարում է իրեն թշնամի։ Այդ նույն մարդկանց թշնամի է համարում Հայաստանի Հանրապետության վարչապետին շպրտված մարդը, սրանից ակնհայտ է, ավելի պարզ, անհնար էր տեսնել, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի հայ, ով որ իշխանության ներկայացուցիչ է, Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է Ադրբեջանին, որովհետև այդ մարդկանց թշնամի է համարում Ալիևը ու այդ մարդկանց թշնամի է համարում Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը։ Ուրիշ բան ուղղակի գոյություն չունի։ Այս ընտրությունները հայի լինելու, Հայաստանի Հանրապետության լինելու, մեր հայրենիքի լինելու ու Արևմտյան Ադրբեջանի հանրաքվե կարելի է համարել։
Հայաստանում ապրող արժանապատիվ մարդիկ պետքա վերջի վերջո սա գիտակցեն, սրա գիտակցումը մեզ կտա այն շատ սենց քիչ մնացած հնարավորությունը 21-րդ դարում գոյատևելու ու մեր գոյությունը պահելու, զարգացնելու, այլապես Արևմտյան Ադրբեջանը ոչ թե դա արդեն զուտ գաղափար է, դա իրականություն է, որը որ ծնկել է, արդեն թակում է մեր դռները ու չի էլ թակում այդ դռները վաղը մյուս օր տապորով են բացելու, մտնելու մեր տները։ Այս ընտրությունները, սա կարելի է համարել հանրաքվե, ասում եմ, Արևմտյան Ադրբեջանի, թե Հայաստանի Հանրապետության անդեմ հպարտ քաղաքացու, թե արժանապատիվ հայի միջև եղած ընտրությունն է, ստեղ երրորդ տարբերակը ուղղակի գոյություն չունի, ու եթե մենք ուզում ենք ապրել, կրկնում եմ, արժանապատիվ, եթե մենք ուզում ենք ապրել ու գոյություն ունենալ, ուրեմն մենք պետք է անենք մի ընտրություն, իսկ այդ ընտրությունը մոտակա կիրակի օրը արդեն ցույց կտա։ Այս իշխանությունը լավագույնս գիտի, ինքը տիրապետում է ռեսուրսների, այդ ռեսուրսները ընդհանուր առմամբ պարզունակ հաշվարկով եթե նայենք, մաքսիմում 700,000 ձայն ունեն իրանք, ոչ ավելին, բայց մենք ունենք ընտրության իրավունք ունեցողների մեր թիվը անցնում է 2.5 միլիոնը, եթե կիրակի, մոտակա կիրակի օրը տնից դուրս գա 1.6 միլիոն, 1.7 միլիոն, 1.8 միլիոն մարդ, այս իշխանությունը ուղղակի կդադարի գոյություն ունենալուց, ուղղակի կդադարի, ու նրանցից յուրաքանչյուրը օրենքի ամենաբարձր խստությամբ պատասխան կտան այն արածի, ինչը որ արել են, այն ամեն մի տղու, այն ամեն մի մարդու, ով որ անհետ կորել է, ով որ գերի է, ով որ եռաբլուրում է, ում որ մենք համարում ենք անհետ կորած, ամեն մեկի համար սրանցից յուրաքանչյուրը կտա պատասխան, այլապես յուրաքանչյուր արժանապատիվ կենթանի մնացած հայ մարդ, ոնց որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը վերջերս բավականին կոկորդը ճղելով ասում էր դուք ինչի եք կենթանի մնացել, նա միանշանակ գալու է յուրաքանչյուր կենթանի մնացած արժանապատիվ հայի հետևից, ստեղ կասկած չկա, Արևմտյան Ադրբեջան համայնքը արդեն գոյություն ունի, նորից եմ ասում, սա հանրաքվե է Արևմտյան Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետության միջև, երրորդը ուղղակի գոյություն չունի, գործող վարչապետը երեք կարծեմ գավառում հանդիպման ժամանակ չունենալով իր տակը ոչինչ, բնականաբար դա զուտ ասում եմ քաղաքական գիտության տեսանկյունից ու սոցիալական հոգեբանության տեսանկյունից, նա չունի ծրագիր Հայաստանի Հանրապետությունը զարգացնելու ոչ մի ծրագիր, նրա միակ ծրագիրը դա Արևմտյան Ադրբեջանը իրականություն դարձնելն է, բայց նա երեք գավառում հանրահավաքի ժամանակ մի միտք արտահայտեց, որ ասում է նորադուսից կամուրջ գցենք մինչև թերակղզի, ավելի անասուն արտահայտություն քան դա, իսկ իր արած ամեն մի արտահայտություն մեկը մյուսից անասուն է ու չգիտեմ բառերը չեն բավականացնում կամ կորցրել են իրենց ակտուալությունը, ինչա նշանակում կամուրջ կառուցենք, եթե մեր սահմանները առհասարակ կահավորված, ոչ միայն կահավորված չեն, որ մեր սահմանամերձ գյուղերը
դատարկվել են ուղակի, որ մեր սահմաններից ներս է մտնում ամեն օր քայլելով, ձեռները գրպանում դրած լաթերով քայլում է ադրբեջանցի զինվորը ու մտնում է մեր սահմանամերձ բնակավայրեր։ Դու նորատուսից ուզում ես կամուրջ գցել։ Ու ցավոք սրտի սրան ծափահարում էր ինչ-որ մի հատ ամբոխ։ Պետք չի վախենալ այդ ամբոխից։ Այդ ամբոխը ինքը սիրում է լապ ու տեսարան։ Այդ ամբոխին չի հետաքրքրում ոչ տրամաբանություն, ոչ մի բան, նրանցից պետք չի վախենալ ու նրանք թվով ասում եմ, ամբողջ իշխանական ռեսուրսները միասին վերցրած ու այդ տխմարագույն ամբոխին հետը վերցրած, նրանց թիվը հասնում է մոտավորապես իր ասած պլյուս մինուս 700,000-ի, բայց Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, 3 միլիոնից 2,5 միլիոն ունեն ընտրության իրավունք։ Այստեղ մի շատ պարզունակ բան կա, եթե ընտրություններին մասնակցեն մեծ թվով մարդիկ, սրանք ուղղակի կդադարեն գոյություն ունենալուց, ու մենք կստանանք հնարավորություն ոչ միայն պահելու, այլ նաև զարգացնելու մեր պետությունը։ Սրանք հայերին տարանջատեցին մեկը մյուսից, սրանք սկզբից ներդրեցին Ղարաբաղցի ու հայաստանցի։ Հիմա այս տխմարները մեկը մյուսին հերթ չտալով իշխանության են սենց մանր ու մեծ տասովշիկները, այդ լակոտները մեկը մյուսին հերթ չտալով Հայաստանից ստիպված արտագնա աշխատանքի գնացած, մեկը կլինի Ամերիկայում, Գլենդելում, չգիտեմ, մեկը Ֆրանսիայում, մեկը Ռուսաստանում, այս մարդկանց սկսել են պիտակավորել։ Երեկվանից մեկը մյուսին հերթ չտալով ասում են Ռուսաստանից Հայաստան են եկել մարդիկ, որ մասնակցեն կալուգացու, չգիտեմ, այլանդակ տխմարներ, ինչա նշանակում կալուգացի, ինչա նշանակում Ռուսաստանից եկելա, Ռուսաստանից եկելա արժանապատիվ հայը, ինչի եք դուք պիտակավորում, տեսեք ինչա տեղի ունենում, հային կարա պիտակավորի միայն ադրբեջանցին, ուրիշ ոչ ոք հային չի կարա պիտակավորի, ոչ ոք չի կարա հային ասի Ղարաբաղցի, կալուգացի, չգիտեմ գլենդելցի, ֆրանսիացի, չի կարա դա կարա անի միայն ադրբեջանցին, սա ակնհայտ է, չէ, որ նրանք սա ասում են, որովհետև իրենք պաշտպանում են Ադրբեջանի շահերը, սրանք արժանապատիվ հայ մարդուն, ով որ օր ու գիշեր աշխատել է ու ստեղծել է կարողություն, ով որ համարվում է, եթե չեմ սխալվում, աշխարհում ամենամեծ կապիտալ ունեցող հայը, սրանք այդ մարդուն համարում են թշնամի, բայց այդ մարդուն նաև համարում է թշնամի Ադրբեջանի նախագահը։ Սա այդ մարդու համար, Սամվել Կարապետյանի համար ոչ թե պիտակավորում է, այլ երևի կոմպլիմենտ է, որովհետև թշնամին կարա չսիրի Սամվել Կարապետյանին, սրանք էլ այդ նույն թշնամու թելն են թելում, սրանք էլ կարան չսիրեն, սրանք առհասարակ իրենք իրենց կյանքում ոչինչ չեն ստեղծել ու ստեղծարար մարդուց վախենում են։ Ռոբերտ Քոչարյանին կարա Ադրբեջանի նախագահը համարի թշնամի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը 10 տարի եղել է Հայաստանի Հանրապետության նախագահ, նրանից առաջ Արցախի նախագահ, նա պատերազմ է կրել ու բոլոր հանդիպումների ժամանակ Ալիևը իրան նսեմացած է զգացել Քոչարյանի առաջ։ Քոչարյանը կարողացել է ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ ասել, որ Արցախը դա Հայաստանն է, Արցախը դա անկախ պետություն է, որ Արցախի բնակչությունը իրավունք ունի ապրելու այնպես, ինչպես որ մնացած ազգերը իրանց տարածքներում։
ու նրանք երբեք չեն կարողացել հակադարձել, բայց հիմա Հայաստանում Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը ու պաշտպանության նախարարը ասում են չի կարելի Արցախ բառն արտասանել առհասարակ։ Նրանք էլ են Ռոբերտ Քոչարյանին համարում իրենց թշնամի։ Ալիևն էլ է համարում իրենց թշնամի։ Ու նորից ասեմ, շատ լավ է, որովհետև եթե կա հզոր մարդ, հզոր մարդուց կամ վախեցողներ, ու այդ վախեցողները հզոր մարդուն պետք է համարեն թշնամի։ Իլհամ Ալիևը, այդ թվում նաև երբ որ սկսվեց 44 օրյա պատերազմը ու դրանից հետո տեղի ունեցած զարգացումների ժամանակ Թաթոյան Արմանը լինելով մարդու իրավունքների պաշտպան, փաստահավաք խմբով գիշեր ու ցերեկ շրջում էր այդ ամբողջ տարածքում, փաստերով արձանագրում էր ամեն ինչ տեղի ունեցած ողբերգության ու ոճրագործության մասին, Արման Թաթոյանին էլ Ադրբեջանը համարում է իրան թշնամի։ Բազմիցս եղել են նրանց տարբեր պաշտոնյաների կողմից Թաթոյան Արմանի հասցեին հնչեցված տարբեր տեսակի վիրավորական խոսքեր, եթե հիշողությունս չի դավաճանում, նրանք նույնպես Արմանի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել, նրանք նույնպես Արմանին համարում են իրենց թշնամի։ Նորից եմ կրկնում, սա այս ասածս մարդկանց համար ուղղակի կոմպլիմենտ է, որովհետև այս մարդիկ արժանապատիվ հայ մարդիկ են, այս մարդիկ իրենց ծնված օրվանից աշխատել են, արարել են, ստեղծել են, նրանք կայացել են որպես մարդ ու այսօր իրենք ունեն հնարավորություն հայտ ներկայացնելու ու ունեն հնարավորություն ոչ միայն պահելու, այլ նաև Հայաստանի Հանրապետությունը ծնկած տեղից ոտքի կանգնացնելու ու դարձնելու թելադրող։ Իսկ այսօրվա գործող իշխանությունը սա ընդամենը մի գործողված մի կույտ է, որ առաջ է տանում լավագույնս միմիայն Ադրբեջանի շահերը, ուրիշ ոչինչ։ Սրա համար, սրանից ազատվելու համար մեզ պետք է ամսի 7-ին դուրս գալ տներից ու գնալ ընտրատեղամաս ու մերժել այս չարիքին, այլապես Արևմտյան Ադրբեջանը դառնալու է գործող իրականություն, գաղափարից դառնալու է գործ։ Արևմտյան Ադրբեջանում սկզբնական փուլում ամբողջ մեր սահմանամերձ տարածքներում վերաբնակեցվելու են, եթե կա այդ թիվը ու այդ թիվը հնչել է Ադրբեջանի նախագահի շուրթերից 300,000 մարդու նա գործուղում է Հայաստան։ Նա գործուղել է արդեն Հայաստան ինչ-որ մի խմբակի, ովքեր որ ստեղ ծնկած իր կոշիկները լպստելով իշխանություն են ներկայացնում, նա արդեն գործուղելու է նրանց քույրերին ու եղբայրներին 300,000 պատրաստված սուպեր պրոֆեսիոնալների, այլ ոչ թե, չգիտեմ, կոշկակարների կամ անասնապահների ու գյուղատնտեսների, պրոֆեսիոնալ մարդկանց ուղարկելու է, ովքեր որ օր ու գիշեր լվանալու են Հայաստանում դեռ առողջ ուղեղով ապրող մարդկանց ուղեղները, ուղեղը հանելու են, տեղը գոմաղ դնեն։ Իսկ այդ 300,000 հոգուն ես առավել քան վստահ եմ, որ նրանց գործուղելուց Ադրբեջանը նրանց նաև որպես խաղաղապահների, չգիտեմ, նրանց 10%-ի չափով գործուղելու է զինված զենք կրելու իրավունքով ինչ-որ մի խմբավորում, որոնց անունը կլինի խաղաղապահներ, ովքեր որ կունենան միանշանակ մանդատ ցանկացած իրավիճակում զենք կիրառելու, ու սրանք յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդու
անգամ զուտ կարող է նաև լինի իրավիճակ, որ հրահրեն բախում, որպեսզի արժանապատիվ դեռ իր արժանապատվությունը պահել ցանկացող մարդկանց օրը ցերեկով բոլորի աչքի առաջ դա կլինի Երևանում կամ թե մեկ այլ բնակավայրում նրանց ոչ միայն ծեծելու, ջարդելու, նսեմացնելու, այլ ֆիզիկապես վերացնելու, սա է սրանց ուզածը, այնպես որ մեզ մնում է մի բան, ամսի 7-ին անել ճիշտ ընտրություն ու մերժել այս չարիքի։